Աղագելի հայրենակիցներ գտնվում ենք Հանրապետության հրապարակում Վարդաշեն թաղամասի հանրակացարանի, վթարային հանրակացարանի բնակիչները եկել են առավոտվանից կառավարությունը սպասում են հանդիպման, խոսք են տվել, որ կհանդիպեն, փոխվարչապետի գրասենյակից ա եղել խոստումը, մինչ այժմ ժամը 2-ից արդեն դեռ հանդիպում չկա, այս մարդիկ ստիպված ճանապարհ են փակել, տեսեք, այս մարդիկ ճանապարհ են փակել, պահանջում են, շատ բան չեն պահանջում են մի հատ հանդիպում կառավարության ներկայացուցիչներից մեկի հետ, այստեղ են նաև Սոնա Աղեկյանը, Տիկին Աղեկյան, դուք առավոտվանից իրանց հետ եք, հələ կասեք ինչ են պահանջում, պահանջում են ընդամենը իրենց հարցին պատասխան, ընդամենը հարցնում են այն փաստաթղթերը, որ հավաքեցինք, բերեցինք, ներկայացրեցինք, ինչ ընթացքում են եւ իրենց տարհանումը երբ է տեղի ունենալու, երբ է իրականություն դառնալու, քանի որ գիտենք, դուք էլ պարոն Դանելյան հիանալի գիտեք, որ Վարդաշենի 61/1 եւ 68-ի A շենքերը ծայրահեղ վտանգավոր վիճակում են։ Սեյսմիկ ծառայությունը եզրակացություն է տվել, որ շատ վտանգավոր են եւ ցանկացած պահի փլուզման պատրաստ շենքեր են, փլուզվող շենքերում ապրում են մարդիկ։ Առաջին հարկերի բնակիչների տունը անընդհատ եւ առնետներ են, տարբեր կենդանիներ են, կոյուղաջրեր են լցվում, իսկ բարձրամյուս հարկերի բնակիչների այդ պատերը այնքան են իրարից հեռացել, որ անգամ իրենց տան մուտքի դուռը չեն կարողանում փակել։ Այնպես որ կառավարությունը արձանագրում ենք, որ թքած ունի Վարդաշենի բնակիչների անվտանգության վրա, կյանքի առողջության վրա եւ որևէ մեկը ժամը 11-ից այս մարդիկ աշխատանքից թույլտվություն են վերցրել, շաքարով, ճնշումով, հիվանդ, անգամ աշակերտներ կան հետներս, որևէ մեկը, որևէ մի պատասխանատու չեկավ ու չմոտեցավ։ Երբեմն կառավարության ղեկին նստած ասում է խոնարհվում եմ, գլուխս գետնին եմ խփում, խոնարհվում եմ քաղաքացիների առաջ, 3 միլիոն վարչապետ կա, բայց տեսնում ենք, որ ոչ 3 միլիոն վարչապետին են բանի տեղ դնում, ոչ էլ վթարային հանրակացարանի բնակիչներին են բանի տեղ դնում։ Նա թել մեր քաղաքացիներին տեսեք, ժողովուրդ ջան, մի քանի հոգով ուղղակի փորձում են ճանապարհ փակեն։ Կասեք ձեր պահանջը, ժողովուրդ ջան։ Հիմա ինչումն է ձեր պահանջը, ինչ եք ուզում։ Հանգիստ ասեցին, հանգիստ ձևով չեն ընդունում, հիմա թող սենց են ընդունում։ Դե թող ուրեմն պատմացարարել։ Ո՞րն է ձեր պահանջը։ Մեր պահանջը այն է, որ ինչ-որ Գոմն Աբիլխանյան պիտի իշտի ու չի իշտի։ Ժամը 11-ից ստեղ կանգնած է ժողովուրդը։ Ո՞նց է ազգանունը։ Աբիլխանյան, եթե չեմ սխալվում։ Փոխվարչապետի աշխատակազմից, ճիշտ եմ հիշում։ Ինչ-որ գրասենյակի պետքն է, ով է չեմ նմանվել։ Պարոնայք իշխանավորներ, ասենց անենք, որ ձեր շենքը ցույց տանք։ Այս շենքից խոստացել եք, որ այս մարդկանց հետ կհանդիպեք, առավոտվանից սպասում են այս մարդիկ, ժամը 11-ից սպասում են ուրեմն քաղաքացիների ընդունելության սենյակում, ոչ մեկ չի մոտեցել։ Պատճառաբանությունը եղել է կառավարության նիստը, հետո պատճառաբանությունը եղավ, թե իբր հաս են ուտում, պեիրիվ են անում, ընդմիջում են անում։ Էդ էլ ավարտվեց, բայց այս մարդկանց ոչ մեկ չմոտեցավ, այս մարդկանց հետ ոչ մեկ չհանդիպեց։ Բարի գտնվեք, բարի եղեք, իջեք այս մարդկանց հետ հանդիպեք։ Շատ բան չեն ուզում այս մարդիկ։ Այս մարդիկ մի հատ հանդիպում են ուզում ձեր հետ։ Իրենց հարցը, իրենց խնդիրը բարձրացնելու համար։ Հենց որ բոլորը կանայք են, հանդիպողները ձեր հետ, եկեք այս մարդկանց խոսքը մի անտեսեք, այս մարդկանց խնդրանքը պահանջը մի անտեսեք ու եկեք բարի գտնվեք, եկեք այս մարդկանց հետ հանդիպեք։ Այս պահին Տիգրան մեծ փողոցը փակել են քաղաքացիները։ Ասեցի պահանջը մեկն է, պահանջը հանդիպում կառավարության անդամներից մեկի հետ կոնկրետ վարչապետի փոխվարչապետի գրասենյակից ասել են, խոստացել են, որ կհանդիպեն ու խաբել են այս մարդկանց։ Չեն եկել հանդիպման։ Մենք այստեղ ենք։ Ես Աշակը Սարգսյան, ահա եւ Աննա Նավետիսյան։ Եկել են քաղաքացիների կողքը կանգնելու, քաղաքացիների հետ լինելու, Սոնա Աղեկյան։ Եվ իրենց խնդիրը բարձրացնելու, որպեսզի կառավարությունից բարի գտնվեն ու գան հանդիպեն այս մարդկանց հետ։ Ուրիշ ոչ մի բան չեն ուզում, ոչ քաղաքական պահանջ կա, որ ասեք խուսափում եք չեք գալիս, սոցիալական պահանջա, շենքի պահանջա վթարային շենքի, 4-րդ կարգի վթարային շենքի
բնակիչների պահանջը, արդարացի պահանջ։ Սպասում ենք ձեր արձագանքին, պարոնայք կառավարության անդամներ ոչ բարով։ Ես անձամբ շատ ուշ եմ ասում։ Ուսանտիր եք բոլորն են։ Որ սիրտը ցավում է մենակի համայի համար։ Այ մենակիրը։ Տիգրան Ավինյան, հիշեցնեմ, որ ես Վարդաշենի հանրակացանի բնակիչներին դու դեռ 23 թվականին ես խոստացել, որ այս հարցը կլուծես։ Մի հատ էլ հանդիպում եղել է, որտեղ դու ասել ես 8 ամսվա ընթացքում, 8 ամիս հետո ձեր հարցը լուծված կլինի, 8 ամսվա ընթացքում ձեր հարցը լուծելու ենք։ Դա էլ փակ հանդիպում ա եղել բնակիչների հետ։ 23 թվականին ա եղել, ըստ բնակիչների ասելու այդ հանդիպումը։ Դες 2 տարի անցել է։ Այս մարդիկ շատ բան չեն ուզում։ Ուզում են իրենց այդ հանդիպում, որպեսզի իրենք բարձրացնեն այն խնդիրը, այն հարցը, որ իրենց այս պահին անհանգստացնում է։ Շենքի փլուզված, շենքի 4-րդ կարգի վթարային լինելու եւ այդ շենքում բնակության համար անհնարին լինելու հարցն է։ Մեզ ուտեն թե փոխանցում։ Բացի լուկը մինչև չտան չեմ, թողի այստեղ փոխանցեմ ընթոցամ։ Համբերական, հա, սպասեցինք, դե կներեցեք էլի։ Իրանք տաշվանավ են, շատ բարձր է, իմաստոնն ավելի բարձր է։ Այս մարդիկ համբերատար նստած 2 ժամ սպասում էին, իրենց հետ հավասար նստեց սպասել ենք գրասենյակում։ Անաղմուկ, հանգիստ նստեց սպասել ենք։ Բայց այս մարդկանց բարությունը չարաշահել են, այս մարդկանց համբերությունը չարաշահվել է։ Այս մարդկանց պահանջը չի կատարվել, այն խոստումը, որ տվել եք, որ ճիշտ եք կհանդիպեք, չեք կատարել։ Երևի իրանց այս վիճակը դուր է գալիս, էլի, այսօր ավտոները սենց խառնվել իրար, չգիտեմ, այս ամբողջ ոստիկաններին սենց հանեն իրար մեր թիկունքին կանգնելու համար, դուր է գալի իրանց այս վիճակը։ Շնորհակալություն ոստիկաններին, որ մեր անվտանգությունը գոնե այս պահին պահում Ոստիկաններից է շնորհակալությունը։ Իրոք շնորհակալ ենք, համ դիմացից, համ այս կողմից մեզի պաշտպանում են։ Մեր ոստիկանապետից շնորհակալ ենք, եթե հիմա հրահանգ չստանա։ Հա, 100%։ 100% տենց ալները։ Իրանց պետք չի, որ մեքենաները իրանց պրոբլեմն է, իրանց պրոբլեմն է։ Այդ բաց խոսքերը իրանցն է, մերը չի։ Հա, թողը ոչինչ, հա։ Ժողովը ասել է, մետաքսկիր չի բացարձակ։ Բալասան Արեշյանը։ Վարդաշենի բնակիչներն են, Վարդաշենի վթարային շենք հանրակացարանը, բանա 68-ի A, եթե ճիշտ եմ հիշում, այնտեղ 2 հատ հանրակացարան կա, վթարային։ Այս պահին մի շենքի բնակիչներն են եկել, շատ բան չեն ուզում։ Կառավարությունում հանդիպում են ուզում, փոխվարչապետի գրասենյակից խոսացել են, որ իրանց հետ կհանդիպեն, առավոտը 15-ից այս մարդիկ այստեղ են, ասել են կառավարության նիստը կավարտվի նոր, կառավարության նիստն էլ ավարտվել, հետո ընդմիջում ասեցին հաց ենք ուտում, հաց ուտենք վերջացնենք, դա էլ ավարտվել, այս մարդիկ ինչքան համբերատար, խելոք, նստած այդ գրասենյակում սպասելուց են եղել, մենք էլ իրանց հետ։ Շաքարով հիվանդ մարդիկ կան գնացին։
Կրկնում եմ, պարոնայք կառավարության անդամներ, ով որ խոսք կա տվել, որ այսպես մարդկանց հետ կհանդիպի, եկեք հանդիպեք։ Եթե խոսքը չեք տվել ուղղակի ձեր խոսքը ուրիշ ձև են ներկայացրել կամ այս մարդկանց, հիմա եկեք հանդիպեք այս մարդկանց հետ։ Տիկնավետիսյան, դու կարծեմ գնացել եք, չէ՞, հանրակացարան, եթե ճիշտ եմ հիշում։ Բազմիցս անգամ մենք գնացել ենք այս հանրակացարան, տեսել ենք բնակիչների բնակպայմանները, որը մեղմ ասած անմխիթար է, դա շատ սպառնալի պայմաններ է, այսպես ասած, որտեղ շենքը վթարային, քարերը ամբողջությամբ թափվում են, լրիվ խոնավ, մարդիկ արդեն թոքաբոր ու հազար ու մի հիվանդություններ են ձեռք բերել, երեխաները եւս, որտեղ այդտեղ ապրում են նաեւ երեխաներ, ու շենքը արդեն նախորդ սեյսմիկ փոխակնությունը, որ անցկացել են, այդ արդյունքների վրա արդեն մոտավորապես 10 սանտիմետր էլի տարբերություն ա տվել շեղումները։ Այսօր է ցույց տվեցին տեսանյութեր եւ նկարներ, որտեղ ճեղքերը մեծացել էին։ Ճեղքերը մեծացել են, այո, եւ բնակիչները ասում են, որ պահերի տանիքից կտորները փոքրում թափվում են ներքև եւ ցանկացած պահի շենքը կարող է փլուզվել այնպես ինչպես մի քանի օր առաջ եղավ դաշամուրի գործը։ Այո, անսպասելի փլուզվեց։ Այդ նույն ձևով այստեղ կարող է փլուզվել այս մարդկանց գլխին այդ շենքը ու կյանքեր արժանար։ Անխուսափելի է լինել։ Այո։ Այս մարդկանց կյանքը կախված է մազից։ Իսկ պատկան մարմինները կառավարությունում նստած Պաշտոնյա անձինք չեն ուզում բարեհաճեն այս մարդկանց հետ երկու բառ խոսելու համար, առավոտվանից արդեն ասեցի։ Այստեղ կառավարությունն են եկել մարդիկ հանդիպման, ասում են 20 րոպեից քիչն են, 20 րոպեն դարձավ արդեն 2 ժամ եւ խուսափում են, խափում են այս մարդկանց, այո։ Ոչ մի բառ նրանց չփոխանցեց, մարդիկ իրենց ձայնը լսելի դարձնելու համար ստիպված են արդեն փողոց պատել, որտեղ այլ տարբերակ չկա, ոչ թողնում են իրենք բարձրանան, որ վերև որևէ մեկի հետ հանդիպելու, ոչ էլ վերևից որևէ մեկը իջնա իրենց հետ հանդիպելու, անելի վիճակում են ու կրկնում եմ, այդ շենքը մարդից է կախված եւ ցանկացած պահի կարաշենքը փլուզվի ու ողբերգությունը անխուսափելի է լինելու, չհաշված որ այդ պայմաններում արդեն ձմեռ է ու խոնավության այդ պայմաններում շենքը գտնվում է, մարդիկ տարբեր շատ ծանր հիվանդություններ են ձեռք բերել, նաև այդտեղ բնակվում են երեխաներ, հետևանքները արդեն կարելի է պատկերացնել ինչ կլինի, եթե մարդիկ շատ մոտ ապագայում չտեղափոխվեն նոր բնակարան։ Բարձրախոսով օրդորի, որ իրանք փոխությունները անում։ Աննա Ավետիսյան համախանում անդամ այլ հայտնի։ Օրինական, որ էս էլ անօրինական է։ Արի հորդորի, որ անօրինական է։ Այգենի քաղաքացիներ, բացեք ճանապարհը։ Բացել չկա։ Պետիսն է օրինական։ Գործողությունները անօրինական են, բացեք ճանապարհը։ Ուրեմն իրանց գործողությունները օրինական են դարել, սրանց էլի նկատի ունեմ։ Այս մարդկանց անօրինակ, հա։ Ոչ մեկը դուրս չի Այգենի քաղաքացիներ, մի խոսը դեպեք այլոց քաղաքացիների ազատ տեղաշարժը։ Այդ նոր որոշեցի, թե վերևից ասեցի։ Կանգնի բռնի ոչ մի անգամ։ Ուրեմն թողիչն են վերևից։ Երկերեկելու մատը ազատ մի խոսը դեպեք այլոց ազատ տեղաշարժը։ Արի քշի արի տնա միջի։ Բացեք ճանապարհը։ Չենք բացելու։ Վախի չեն։ Գնա ասա թողեցից ունեք կբացեն, գավայ։ Թող վերևից իջնեն նոր կբացեն։ Ոչ մեկը չբացեն։ Արի կանգնի բռնի հնուց։ Թող վերևից իջնեն նոր կբացեն։ Այդ հրամայեցի։ Տեսեք, շատ բան չեն ուզում այս մարդիկ, ասում են վերևից իջեք, մի հատ հանդիպեք։ Չի իջնում ներքև։ Ոչ մեկ։ Ահա, տեսեք։ Երեխան։ Էս երեխան եկել է ճանապարհը փակել, որ վերևից
Երկրի ղեկավար կոչվածները բարեհաճ են կան հանդիպեն այս մարդկանց հետ։ Ուրիշ բան չեն ուզում, ասում են մի հատ հանդիպում։ Ժամը 11-ից տերենք, ոչ մեկ չի իջնում։ 11-ից հա խափեցին, հա երկարացրեցին, հա հեսա կիշնենք, հա նիստա, հա։ Էին անում, քանի կար չգիտեմ ինչ էին անում։ Մինչև հիմա պետք է իջնեն, ոչ մեկը չի իջնում, խափում են մեզ։ Նորից եմ կրկնում, դուք հաստատ հիմա գիտեք թե ինչա կատարվում, բարեհաճեք այս մարդկանց հետ մի հատ հանդիպեք։ Որտեղ չգիտեն ինչ ասեն, դրա համար չեն իջնում։ Ինչ պետք է պատասխանեն, դրա համար չեն իջնում։ Խափելություն են անում, մերան մեզ խափելով։ Հրամանսանցա գնացի։ Գանգնի այդ են, ուզում եմ միլիցեք հայթան ինչ ուզում ալնի։ Գրնի եկեք գալյա։ Գրնի ձերը։ Կանայք են, ովքեր սոցիալական հարց են բարձրացնում, ովքեր վտանգի առաջ են կանգնած, որովհետև այդ շենքը ամեն րոպե կարա փլուզվի ու կյանքեր արժենա։ Չեմ բացել, ինչ ես ասել։ Ազերները բենից դարվեք, չեմ բացել։ Տեսեք, ոստիկաններին բերել են, ոստիկանները հիմա կանանց քաշքշելու են, տեսեք։ Մենք էլ ասում ենք, այս կանայքի ասում են ոստիկանները լավն է, տեսեք, ձեր լավ ոստիկանների։ Արի կառավարություն գնային կոմ։ Թող են կոմ անցնեն գոնե։ Ապել են Հիմա մենք թող կանգնեմ ենք գնային։ են կոմ անցեք գոնե։ Ասեք ժողովուրդ։ Արգեն քաղաքացին դուրս եկեք տելևիզիա իջտավա։ Մենք այնի հետ ենք գալու։ Այս քաղաքներն բերի փաստիցեի։ Ամոթ։ Տեսեք, մի քանի հոգի կանայք են ու ինչքան ոստիկաններ են բերել։ Տեսեք, ինչա կատարվում։ Մի քանի հոգի կանայք են, տեսակ։ Ոչ։ Այդ որ նոր հբան է տվել է սա։ Այսօր առավոտվանից այստեղ սպասելություն եղել քաղաքացիներ, իսկ հիմա ոստիկանները մուտքը փակեցին, որպեսզի քաղաքացիները նորից չմտնեն ներս։ Տեսեք, այսի ընդունելության, քաղաքացիների ընդունելության գրասենյակն է։ Որտեղ քաղաքացիները կարող են գալ մուտք գործել, դիմում տալ, բողոքել, հիմա ոստիկանները փակել են։ Հիմա չեն թողում, որ հպարտ քաղաքացիները մտնեն ներս։ Տեսեք քանի ժամ դեմքը Դուք նոր քանի րոպե եք Անավոտի ճիշտ է։ դուք մոտավոր քանի րոպե եք կանգնել։ Դու կարաս հաշվես ինչ։ Ես չէ, դե դուք կանգնել եք մոտավոր ասում։ Ոչ մեկ չի։ Հիմա ինչ ես ասում, իրեն Այսինքն դուք ասեք նոր 2 րոպե, բայց դուք արդեն մոտավորապես 20 րոպե կանգնած եք ճանապարհին։ Այսինքն մոտավորապես 25, 30, 40 րոպե։ Հələ ինչ ամոթ է, հələ բայց ինչ ամոթ է Դե պահին չի իսկական։ թույլատում։ Դրանք ջան, բայց շատ կներ եկել, հիմա քիչ եք թողում, որ ներս մտնեն։ Մի քիչ առաջ ընդեղ էին իրանք, թողում եք, հիմա քիչ եք թողում։ Չեն նստի աթոմի գնա ներսը նստի։ Դու ես ուղղություն մի թույն գիտես։ Դուք վատ եք, ես ուղղություն եմ ցույց տալիս։ Հարգելիս, քիչ առաջ իրանք ներսում են եղել, նորմալ եղել, հիմա քիչ եք թողում։ Ընդունելություն չկա, այս պահին չկա։ Վայյանին Միթան միշև է կարել միթան։ Նրանց ընդունեցին մեզ Դա ճանապարհ։ գործը կատարում եք այս բոլորի մեջ։ Ես նորից եմ փակել։ Տենա մի չգալի ձեզնից մտես կա։ Ձեր գործողություն դուք եք իրոք։ Դե ուրեմն դու պես ներս մտեմ մի փողոք կներկա։ Դա պահին չի կարելի։ Այդպեսի բան։ Դե դողոքա որտե գնաց մեզ կայած։ Ձեզ ենք։ Գնային կոմ դեմից ես գնամ առաջ։ Ինձ թույլ չեմ տալի, որ այդ խոսակտակուս քային ես գնային կոմ։ Բացեք մենք ներս մտնենք։ Իրանց վարկագիծը տղեկ ներսում տեսել եք, նորմալ նստած հանգիստ ոչ մի բան չեն անում։ Հիմա չեք ձեր չթողելու իմաստը ո՞րն է, միտքը ո՞րն է։ Ոչ ջարդել են ընդ ինչ որ բան, ոչ էլ չգիտեմ։ Որ չեք թողում։ Հələ ինչ ամոթ է, էլի, բայց իրոք ինչ ամոթ է, իրաց փողի համար մարդկանց հայ ենք։ Հանցագործ ենք։ Հա։
Բացեք մի հատ, տեսնենք ով է գալի, մի հատ իշնել ներքև, ժամը 10-ը։ Մի բացի, ասա իշնեն մեր հարցին պատասխանեն, մի բացի։ Ոչ գորակ մենք նորմալ երևի կանենք։ Այ դու գոնե մի խոսա դու էլի։ Գորակ մենք ձեզ չենք հասկանում։ Հիմա հանգիստ ասեմ 4 ժամ, դու իմ կողքը կանգնած Դա ես։ ձեր հանգիստն է։ Բայց քանի ժամ հանգիստ նստել էին։ Դե հիմա կարող եք սպասել մենք ներսում հասկանանք իրավիճակը։ Սպասում ենք, գնա։ Սպասում ենք։ Բայց մի գորած։ Չեմ գորում, գնա։ Մենք չենք 10 րոպե սպասում։ Դա մի գործը կատարում ես, երևի դրա համար էլ քեզ են ասում։ Չեն ասում։ Կսպասենք։ Հայաստանի Հանրապետության կառավարության շենքը 3 միլիոն վարչապետերի առջև փակ է։ Նիկոլ Փաշինյան ոնց է իրացում 2018 թվականին 3 միլիոն վարչապետ կար։ Այստեղ վարչապետերի 2 հանրակացարանի վարչապետերը իջել են եւ ուզում են պատասխանատու։ Տեսեք, մի քանի կանայք են եկել, բայց ասեք ինչքան ոստիկան են բերել ժողովուրդ ջան, բոց ցույց եմ տալի, տեսեք։ Ընդամենը մի հարցի պատասխան։ Ու այս մարդիկ ուրիշ բան չեն ուզում։ Ասում են եկեք մեր շենքի հարցը լուծեք, եկեք մի հատ այսօր հանդիպենք։ Մի հատ Մարդիկ ընդհանրապես իրենց գոյության պահանջն են ներկայացնում, որովհետև այդ շենքերում մենք Հայաստան Տպագրության հավաքական անդամները բազմիցս եղել են, ու այդ շենքի պայմանները մեղմ ասած, շատ մեղմ ասած անմխիթարում։ Այդ շենքը կապված է մարզից։ Ինչպես մի քանի օր առաջ դաշնամուրի գործարանը փլուզվեց, ցանկացած պահի կարող են այս շենքերը եւս փլուզվել, եթե դաշնամուրի գործանի դեպքում այնտեղ բնակիչներ չկային, այստեղ բազմաթիվ բնակիչներ, երեխաներ, ծերեր, տարեցներ, ողբերգությունը անխուսափելի է։ Այս մարդիկ ընդամենը պահանջում են իրենց կյանքի գոյությունը։ 92 բնակարան է մի շենքում, հələ 92-ը բազմապատիկ 3-ով, չեմ ասում 4-ով հələ։ 300 մարդ է ապրում այդ շենքում, ու այդ 300 հոգին վտանգի կյանքի սպառնալիքի առաջ են կանգնած։ Այս մարդկանց շենքերի հարցը լուծելու համար ընդամենը պետք է 3-ից 4 միլիարդ մարդ, իսկ կառավարությունը ներկայացրեց, որ 26 թվականի բյուջեով կոնդամիլիոն որքաներ կողոպտել մի քանի անգամ Պակեվատորը մենակ 1 միլիարդ 128 միլիոն դրամից մի քանի անգամ, տասնյակ անգամներ ավել է լինելու կառավարության բյուջեն։ Այսինքն ոչ մի խնդիր չկա, որովհետեւ այս մարդկանց շենքերի հարցը լուծվել է։ Ոչ չի խոչընդոտում, ընդհանրապես պետք է ցավոք։ Սա էլ հո այն կանվորն ու հանրակացարանը չի Տիգրան Ավինյան, որ 4-րդ կարգից դարձնեք 2-րդ կարգ, այս հանրակացարանը գնահատված է 4-րդ կարգ։ Ու դուք եք խոսք եք տվել, ինչպես կանվորն ու այնպես էլ այս հանրակացարանի ժողովրդին խոսք եք տվել, որ այդ շենքի հարցը լուծելու եք։ Բա ինչ եղավ։ Հիմա այս մարդիկ տեսել են, որ դուք չեք հարց չեք կարող լուծեք։ Եկել են կառավարությունն էլ է խուսափում։ Ես արեցի մտնեմ, ասեմ ախպեր, ես մենակ իշնի, դեմ ախտեմ, նստենք խոսամ, իրանց ուղեկցությամբ են ներս գնացել, էդ էլ այս Հիմա ինձ չեք թողելու ներս մտցեմ։ Ես փողը չեմ տայ։ Չէ, չեք թողում, չեք թողում, բախի հիմա։ Եթե ներսում ակցիա չի եղել։ Չէ, չկա սպասել։ Ներսու ճանապարհ չեմ փակելու, չէ։ Չէ, սպասել։ Արսենյալյաննա Հիվանդներ ունեինք շատ, հիվանդների կեսը այո, տուալետը չեն թողում մարդկանց, ես մեր Ես ես բան չես տենա, էջի մենակ Հայաստանում տենաս, որ տուալետ չկա, երկավար չեկում, որ աշխատողներ տուալետ ես ողտեմ, հասարակահակացի չի երևի ոսկուց է սարկացը տուալետը։ Ճիշտ է ասում քաղաքացին, ներսում կանայք մի կին տուալետ ու ցանկացավ, չթողեցին։ Այն երեխեն տուալետ ուզեց, չթողեցին թե։ Իրանց Հայաստանի հազարի համար երբ մի հավիճ Երևի ոսկուց է սարկացել, ունիտազը քրիշկի։ օրենք բար չկա ստեղեց։ Ես ասում եմ, ունիտազը ոսկուց է սարկած, որ հասարակահակացի, որ աշխարհում եռնել կա, չկա։ Ես ես բան չի տեսել։ Մարդը վատ ասում ինչ է, լավ բան է։ Շենքերի
լքելու հրամանը տրվել է, սակայն վերաբնակեցման հարց չի լուծվում, եւ ճիշտ է հարցանոց։ Շենքերը լքելու հրաման չի տրվել։ Մեզ ասել են, որ պիտի վերաբնակեցում լինի։ Ու սկսենք, եթե քարոզ արշավներից սկսենք, Տիգրան Ավինյանը մեզ ասեց մի փոքր համբերեք, շատ տարիուկես։ Այդ տարիուկես արդեն էս 2 եւ ավել 3 տարի է լինում, ու այդ հարցը ինչեւ մեջ չգիտեմ, երբ որ հերթը հասավ, որ պիտի վերաբնակեցումը լինի, դարավա, ճիշտ մեծ գումարների ծախսերի հետ կապված, ինչերից այդ ամեն հարցերը լուծվեց, ու այս վերջում էլ տեղեկացանք, որ 2 շաբաթ առաջ տեղեկացանք, որ երկրի թիվ 1 մարդը հրաման է տվել, հանձնարարական է տվել, որը հանձնարարականը չգիտես ինչ չի կարող։ Հիմա դուք ում հետ եք ցանկանում հանդիպել եւ ձեր խնդիրը ներկայացնել։ Մեր գործերը ես ինքս բազմիցս դիմել եմ, դիմումները տվել եմ, պատասխանները կա, որ գտնվում է փոխվարչապետի գրասենյակում։ Արդեն վերջին տվյալը դա եղել է հունիս, իսկ ամենավերջինը եղել է նոյեմբերի 10-ին պատասխանը, որ գտնվում է այդ ամբողջ ամիսները որ ես ասում, դրանք բոլորը եղել են Տիգրան Խաչատրյանի գրասենյակում 5 այդ հարցը չի նստում ենք ինչ անի հարցը չի հիմա այսօր եկել ենք որ իմանանք ինչի չի այդ հարցը հիմա ոստիկանը նշեց որ դուք կարող եք ներս մտնել հիմա ներս եք մտնել որովհետև մենք ներսը բոյկոտեցինք աղմուկ աղաղակարեցինք ներսը ու դուրս եկանք փողոցը փակեցինք փողոցը փակելուց հետո ես մինչև ներս մտա մի հարց կարճեցնելու ասեցի գոնե մի ոչ ես ինքս մենակ հանդիպում գոնե ես դուրս այսքան ժողովուրդի ներեսին ասեցի դուրս կամ հասկանանք ինչ է եղել ոնց հասկացանք ես մինչև դուրս եք այդը արդեն բացել էի կմոտ գրել էի նշում էի որ ձեզ քաշքշել են բացել են ոստիկանները քաշքշեցին ես ինքս Ահա Նիկոլ Փաշինյանը որոշեց, որ ժողովուրդը կարա ներս մտնի։ Գիտեք, Նիկոլ Փաշինյանն է որոշում, որ այստեղ դուռը բացվի, փակվի։ Հիմա թույլ տվեցին, որ քաղաքացիները ներս մտնեն։ Հիմա էլ հրահանգ ստացավ, մի պահ ոստիկանները մեզի օգնեցին կանգնած են շարքով, հետո էլ երևի դրան ամուսը, որ քաշքշեցին ես անձամբ Դանը 11-ից մինչև չեմ բարեհաճախ փողիչներ, եկուս բացասական բացասական այստեղ ճարհամար է, ես ասենք գիտեք Տեսեք ոստիկաններին մի 10-12 կին են եղել ու հիմա ավելի քիչ են այսօր, բայց ոստիկանները Վեց երեխա ինքնազգությամբ լուսաբան չէ, ինքս բացվա որ մայն Հայաստան այդ հայտի հարցը պարոն Սիկրասյանի բայց մյուսը պարոն չեն Հարգելի հայրենակիցներ, սիրելի երևանցիներ, այս պահին կանջատեմ ուղ եթերը, եթե ինչ-որ հրատապ լինի նորից եթեր կմտնեմ իհարկե, սպասում ենք կարծես թե ասեցին էլի հերթական անգամ ասեցին թե կհանդիպեն, հիմա նաև քաղաքացիների թույլ տվեցին ներս մտնել, սպասելու ենք հանդիպմանը, մենք էլ Մայր Հայաստանով քաղաքացիների կողքին ենք, շարունակել ենք մնալ, դեմ նաև հանդիպմանը ներկա լինել, հենց որ առաջիկա զարգացումների մասին տեղեկացնեմ, եթե հրատապ եթերի կարիք լինի